Սիրելի ժողովուրդ, ես հիմա գտնվում եմ Դավիթ Բեջանյանի հավերժության ժապավեն կամ ճանապարհաշինարարները արձանի մոտ, որը գտնվում է Չարենցավան քաղաքի մերձակայքում։ Ես կարծում եմ, որ այս արձանը լիարժեք կերպով խորհրդանշում է այն, ինչ 2018 թվականին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Ես չգիտեմ, դուք հիշում եք, թե 2018 թվականին ինչ էր այս արձանի տեղը։ Այս արձանի տեղում ըստ էության մետաղի հիմնախոսներ մի քանի այսպիսի մետաղի ձողեր եւ ուրիշ ոչ մի բան չկար։ Եվ մենք այդ թվում մեր արժեքներին տեր կանգնելու քաղաքականության տրամաբանության մեջ նախ այս արձանը, որը բավականին բարձր գեղարվեստական արժեք ունի եւ կարծում եմ որ Հայաստանի կերպարվեստի եւ հանդարտագործության կարևոր գլուխգործոցներից է, մենք նախ վերականգնեցինք, այսինքն ամբողջը ոչ մի բան չկա այստեղ, խալանված է, մետաղի մի քանի ձոր են մնացել։ Եվ ահա մի քանի տարի նաեւ աշխատեցին, որ այդ շրջակա տարածքները իրենց նշանակությամբ հետ բերեցին եւ հարային նշանակությունը վերականգնեցին եւ ահա մշտապես նաեւ ավարտել ենք արձանի լուսավորության աշխատանքները, որպեսզի նա մեր ճանապարհներով Չարենցավան Երևան մայրով երթևեկող մեր բոլոր ուղևորներին, հայրենակիցներին, օտարության հյուրերին Երևան թե ցերեկը, թե գիշերը։ Եվ կարծում եմ բավականին լավ։ Բայց եւ ուզում եմ ընդգծել, հիմնական գաղափարս հետեւյալն է, որ այն ինչ արձանի հետ տեղի է ունեցել 2018 թվականից մինչև օրս խորհրդանշում է այն, ինչ Հայաստանի Հանրապետության հետ տեղի է ունեցել 2018 թվականից մինչև օրս։ Շնորհակալ եմ այսքանը։